Ողջույն գյուղասերներ ջան, ուսամ լավ եք։ Մինչ դուք կիրակի օրն եք վայելում, ես առավոտ շուտ վեր եմ կացել, թռչուններին կերակրել ու սար եմ բարձրացել։ Այ տեսեք, գուշակեք ինչի եք գնում։ Գնում ենք խնջլոզ հավաքելու։ Խնջլոզը դա աստղածաղիկն է, որը մեր տարածաշրջանում ուտում են, գնանք ցույց կտամ այդ որ բույսն է։ Ինչպես տեսնում եք, շունչս կտրում է, ինչքան ժամանակ է սար չեմ բարձրանում ու արդյունքը էս է։ Պետք է երևի հաճախակի կրկնել ու դուրս գալ դաշտ, վայելել մեր բնությունը ու նաև օգտվել բնության բարիքներից։ Շարունակեք դիտել, վստահ եմ հետաքրքիր է լինելու։ Հիմա ժողովուրդ ջան, ցույց տամ մեր գյուղը, հաճախ եք հարցնում որտեղից ես։ Հիմա համ ցույց տամ, համ պատասխանեմ։ Սյունիքի մարզի Քարաշեն գյուղն է։ Այ եթե ուշադիր նայեք, Գորի Ստեփանակերտ ճանապարհի ձախ մասին փռված այս փոքր գյուղ է, մոտ 500 բնակիչ։ Այստեղ եմ ապրում, փողոցները հարթ, սիրուն դասավորված տներով։ Նայեք, այս մեր դպրոցն է, որտեղ ես նաև աշխատում եմ։ Այս կողքի վրա նոր ֆուտբոլի դաշտ են սարքում, փոքր մինի ֆուտբոլի դաշտ է լինելու, դեռ ընթացքի մեջ է։ Այստեղ մեր ջերմոցներն են դպրոցի, գյուղապետարանի մշակույթի տուն ու սենց սիրուն գյուղ, իմ հայրենի գյուղը, որը ոչ մի բանի հետ չեմ փոխի, ժողովուրդ ջան։ Սիրում եմ այս գյուղը, սիրում եմ այս գյուղի ամեն ինչը։ Մեկ ասում եմ իմ գյուղը ամեն ինչով տարբերվում է, ուրիշներն ասում են դե քո գյուղն է, ասում ես, բայց չէ։ Ինձ համար մի Քարաշեն, մի աշխարհ։ Ինչ են Քարաշեն ասում, ժողովուրդ ջան, եթե շուրջ բոլորը այսպես նայեք, քարեր են։ Հենց սրանից էլ առաջացել է գյուղի անունը, սիրուն քարեր են։ Նայեք։ Ճանապարհի նկատեցի, ժողովուրդ ջան, քարի տակ, այ տեսեք մանուշակները արդեն ծաղկել են, հələ նայեք։ Ու հետաքրքիր է, որ գույնը ինքը բաց կապույտ է։ Չգիտեմ, տեսախցիկը կփոխանցի այս գույնը թե չէ։ Չեմ ուզում պոկեմ։ Հələ նայեք։ Այս տարածված բաց կապույտ մանուշակներ։ Խելուկ։ Մենակ ես ճանապարհին կգայի ու շան հանդիպեի։ Չի կծի, բայց խելոք։ Խելոք։ Շունիկ, խելոք։ Իրիկն էլ է ծաղկել, ժողովուրդ ջան։ Եք տեսեք ինչ սիրուն է։ Այդ խնջլոզի տեղը հասնելու համար այս սարից գագաթը պետք է հելնենք։ Ու բան չի մնացել, ահագին եկել ենք։ Առավոտից նայում եմ եղանակին, մեկ ամպերը գալիս ծածկում են արևը։ Մտածեցի անձրև կգա, եղանակը նայեցի ու տեսա, որ անձրև գալացող չի, ասեցի պիտի գնամ։ Կացա վեշերս հավաքեցի, մի ժանգոտ ազդանակ էլ գտա, ժողովուրդ ջան, որ կարողանանք այդ քարերի արանքից անենք խնջլոզները։ Ու դուրս եկա դաշտ։ Հիմա մի փոքր քամի է, բայց այդ ոչինչ։ Քամին չի խանգարում, մենակ թե անձրև չկա։ Այս չոլերում ոչ ծառ կա, ոչ թուփ կա, որ մտնես արանքը ու պաշտպանես անձրևից։ Այսպես շարունակենք ճանապարհը։ Ես հրաշքները, ժողովուրդ ջան, ձեզ ցույց չտալ չեմ կարող։ Հələ նայեք։ Ձորի, այստենց նայեք հələ։ Անտի, Աստված, ինչ սիրուն է։ Հələ նայեք։ Այս սենց ամբողջը, ժողովուրդ ջան, մանուշակը։
Չուտես չխմես նայես։ Այն որ քայլելուց էլ ասենց զգուշ եմ քայլում, որ չտրորեմ մանուշակները։ Այսպես դրախտ է ժողովուրդ ջան։ Ինձ հետ թերմոսով թե եմ բերել ժողովուրդ ջան։ Խմենք նոր անցնենք առաջ։ Արդեն մի քանի մետր է մնացել, մինչև կհասնենք այդ խնջլոցներին, այլ դա թե խմելուց հետո։ Քամիչտանի խոտաբույսերով թե է։ Ստե ժողովուրդ ջան, ուրեմն չամանա մեր տարածաշրջանում շատ լավ թեյի բույս է, սա զվերաբոյա ու երիցուկները։ Այսպես լցնելու եմ, որպեսզի թեյի հետ չխառնվի։ Քիչ այսպես տնենք հանի գույնը։ Հիմա տեսնենք մի քանի հատ էլ այսպես մանուշակ ու նայեք։ Թերն էլ խմենք, շարունակենք ճանապարհը, հասնենք արագ հավաքենք, վերդառնանք, եղանակը չփոխվի ժողովուրդ ջան։ Այս եղանակին անձրևի տակ ընկնելը հանցագործություն է։ Տեսնենք ինչքան կլինի կհավաքենք, ինչքան կհասցնենք կհավաքենք, մինչև հասկանանք, որ արդեն էլ չենք ձգում, որովհետև ահա որ ցուրտ է, այս թեյը ինձ համար մի հատ փրկություն էր։ Գնացինք։ Շարունակում ենք ժողովուրդ ջան ճանապարհը, չայ խմեցինք, լավ տաքացանք, անցնենք առաջ։ Հիմա այս տարածքները, որ անցնում եմ ժողովուրդ ջան, իմ մանկությունը այստեղ է անցել։ Փոքր ժամանակ հենց գարունը բացում էր, գալիս էինք երեխեքով ծաղորը ստեղ կամ հորթերն էինք պահում, համել այս քարերի արանքում խաղում, վազվզում, իմ մանկությունը այս ձորերում է անցել։ Հիմա անցնում եմ ու հիշում եմ տարբեր պատմություններ այս ձորերի ու քարերի հետ կապված։ Շատ հավես մանկություն եմ ունեցել այս բարձր սարերում, որը հիմա հիշողություն է դարձել։ Ցավոք ժամանակը այնքան արագ է անցնում, որ հիմա հիշում եմ ու հետ եմ նայում, տեսնում եմ, որ արդեն մեծացել ենք ժողովուրդ ջան։ Այսպես դեմքիս կառնությունն եմ նայում ու էլի հիշեցի մանկությունը ժողովուրդ ջան։ Սա 3 չէ առաջի օրը ծառերը սրսկելուց եմ արևահարվել, բայց ինչ եմ ուզում պատմեմ։ Հենց փոքր ժամանակ եւ ասեցի, որ ամբողջ գարուն համար սարերում էինք ու միշտ սենց վառված էինք։ Արևը վառում էր, մենք էլ այսպես վազվզում էինք։ Հետո հաջորդ օրը չէր հասցնում կառնությունն անցնել ու նորից գալիս էինք ստեղ խաղալու, հորթերը պահելու ու նորից արևահարում ենք։ Հազիվ հասանք ժողովուրդ ջան, հասա խնջլոզի տեղը ու արդեն հանդիպել եմ։ Թեև երեք անձրև ա եկել, բայց դժվարությամբ ա դուրս գալիս։ Դանակս էլ
ասի ժանգոտածը տանեմ չջարդի, բայց դե ես էլ բանի պետք չի երևում։ Մի ուրիշ դանակ էլ եմ բերել, տեսեմ։ Սրանով կլինի։ Սրանով քիչ թե շատ ավելի հարմար է։ Արմատները շատ խորն է լինում սրանց, դրա համար դժվար է դուրս գալիս։ Այ քեզ ժողովուրդ ջան, մեր խնջլոզն է։ Դենենց անենք արմատներով դուրս գա, որովհետև սրա այս սոխուկն է լավ լինում։ Մաքրում մենք հիմնականում եփած ենք ուտում, բայց մարդիկ կան տապակած կամ աղդրած։ Հողը այնքան խոնավ է, որ ջուրը պզպզում է, չես էլ կարում գետնին հավեսով նստես ու հավաքես։ Գոնե մի տոպրակ տանեմ, ուտենք։ Արմատով դուրս չի եկավ։ Քանի որ տեղանքը ժողովուրդ ջան, մեր տեղանքը շատ քարոտ է լինում։ Հիշում եմ այն ժամանակ ինչով ենք հավաքում, ձին որ կապում են, որ գետնին խփում ամրացնում են, մենք պիհիր ենք ասում, այդ պիհիրով է, ինքը շատ ամուր է ու հեշտությամբ կարողանում ենք այս սոխուկները հանել հողից։ Հիմա այդ է մտածում, իձի էլ չկա, բաց թողենք այդ պիհիրով հավաքենք։ Դանակս հեչ լավը չի։ Ես սենց խամություն առաջ չկա, ման եկա չգտա, ասի մանգալով ըլնեմ չեմ գտնի, ավելի լավա գնամ, ինչ կհավաքեմ, խնդրեմ ջարդես դանակս։ Մեկ էլ կարելի էր փոցխ բերել, մենք թոխեր ենք ասում, դրանով արագ կարելի է հավաքել, բայց դա էլ այն դեպքում, եթե քարոտ հող չի լինում, իսկ քարոտ տեղը չես կարա փոցխով հավաքես, պետք է ինչ-որ սուր բան։ Ամեն դեպքում այս դանակով տեսնենք կարողանանք սրանից լավը չկա։ Փորձում եմ մեծերը գտնեմ, տեսնենք ստացվի։ Այ ձեն ծաղիկները ժողովուրդ ջան, տեսեք ոնց են, սիուն։ Նախանցած տարին էստեղ այնքան կար, եկել էի միտեղ նստել, հավաքում էի, այս տարի քիչ է ժողովուրդ ջան, ոնց որ թե երևի որ ժողովուրդը անընդհատ հավաքում են, պակասել է էլի այստեղը, չէ ձորերը լիքն է, ձորերն իջնել չուզեցի, ասի գնամ մեր սարերից հավաքեմ, էլի մի եփելու կտանենք էլի, դատարկաձեռն չեն գնա, որ եկել հասել ենք այս սարերը,
Հաստատ դատարկ ձեռով չեն գնա։ Դանա կսել իրան սպանում է կոտրելու համար։ Ես էլ որ կոտրեց, սունկեքը ոնց դատարկ բերել եմ, հենց էլ տանելու եմ։ Այդ տարին հենց խոշոր էր մեծ սենց ուլիքներ, նույնիսկ հիմնականում խոշորներն էին հավաքում, մանրերը չէի հավաքում։ Հիմա մենակ ես մանր մուներ այն էլ վայ թե տոպրակս լցնեմ տանեմ կես ցեխ լինի։ Հողը խոնավ է, չի ստացվում էլի որ այս թափտանք ցեխը վրից անցնի։ Հենա ոտերս էլ ցեխ արի։ Ո ես երկու խոշորը տեսենք կարողանում ենք արմատով հանել։ Ես սա խնջլուզը, թե չէ նրանք շատ մանրն է։ Այնա ժողովուրդ ջան, շատ ման եկա, լավ տեղ գտա։ Էլի մանր է, բայց շատ է, հեշտ է հավաքելը։ Ուրեմն խնջլոզ փետրվարի կեսերին էր երևի, ասի բազարում կլինի, դեսի շուտ դուրս եկող բույսա, ասի բազարից առնեմ, են էլ հարցրի գինա 1500 դրամ 250 գրամ, 250-300 գրամ էր։ Ասի լավ այ ժողովուրդ, մնանք մի քանի օր էլ անցնի, գնանք մեր դաշտերից հավաքենք, շատ թանկ էր։ Այս դե որ նայում ես չարչարանքը, այս ճանապարհը գալը, դժվար հավաքելը, ասում ես արժե էլի իրոք դժվար գործ է ու չարչարմանքը համապատասխան այդքան էլ թանկ չի։ Դե հիմա մարդիկ չարչարվել գնացել հավաքել են, ինչ անեն։ Էդ էլ իրենց աշխատանքն է։ Իհարկե սարերում մի քիչ ուշ է դուրս գալիս, փետրվարի կեսին ստեղանք չի լինի։ Էդի երևի Որոտանից բանից են բերում։ Որոտան գյուղ ունենք, երևի լսած կլնեք։ Այնտեղ մի քիչ շուտ է տաքանում եղանակը, մի քիչ չէ, շատ։ Ունդեղի ժողովուրդը հավաքում բերում են։ Երբ էլ գնաս ամենավաղ գարնանը, նույնիսկ փետրվարին բերում են Գորիսի շուկայում ծախում են։ Էդ էլ իրանց գործն է, ժողովուրդ ջան։ Ամեն մարդ մի ձև իր ապուստը հաստակում է։ Գիտեք հեշտ է դաշտերից բան հավաքելը, նամանավանդ այս ցրտին։ Գնանք Քենյան այն կողմի վրա էլ տեսնենք գտնենք թե չէ։ Այ սենց նայում եմ կա։ Այ աղվես փախավ։ Ես էլ մեր այսօրվա հավաքած խնջլոզ ժողովուրդ ջան։ Ճիշտ է, այսքանը տանում ենք տուն, բայց շատը հող, ցեխա։ Սա իհարկե մաքրելուց հետո քիչ-քիչ է մնալու։ Բայց ամեն դեպքում եկանք, հավեսեր հավաքեցինք, դատարկ չենք գնում տուն։ Hey գյուղասերներ ջան, մի հատ էլ չայ խմենք, ես բնության գրկում ու վերադառնանք տուն։ Այսօր լավ ման եկանք, բնությամբ հիացանք,
հիմա վերադառնանք տուն, հավես էր շատ, երկար ժամանակ դուրս չէ եկել, այսպես ման չէ եկել, եկանք հավեսներս կոտրեցինք, գնանք տուն, վերջին բաժակ չայս էլ խմում եմ, բնության գրկում, քայլենք առաջ։